Մարդու անունը այն է, ինչ գրված է նրա անձնագրում։ Կա այսպիսի մի անեկդոտ, հարցնում են, անունդ ինչ է, ասում է Գագո, ասում են կակազում ես, ասում է ոչ, հայրս էր կակազում, այդպես էլ գրել են։ Սա ճշմարտությանը բավականին մոտ պատմություն է։ Հայերը երբեմն դնում են Վլադիմիր անունը հայերեն Վալուդյա ձևով։ Այդ Վալուդյաներն էլ բաժանվում են երկու մասի։ Մի մասը գրվում է Վոլոդյա ոյով, մի մասը Վալոդյա այով։ Հանդիպել եմ աղջկա անուն Ալմին է, ոչ թե Արմին է, այլ Ալմին է։ Շրջապատեն էլ անընդհատ ուղղում էր, որ իր անունը Ալմին է։ Հայրը կամ թլիկ էր եղել, կամ ուզեցել են իրենց երեխան շրջապատից տարբերվի։ Կար կենդանիների վարժացնող Բաղդասարով, որն ասում էր Բաքվի անձնագրային բաժնի աշխատող ամենայն հավանականությամբ անգրագետ է եղել և իր Բաղդասարով ազգանվան հիմքում տղամարդու Բաղդասար անունը գրել է Բոգդասարով և ասում էր հիմա իմ ազգանվան հիմքում Բոգ բառն է։ Ֆրունզիկ անուն գոյություն ունի։ Մի մասինը գրում են ռ-ով Ֆրունզիկ, մի մասը ռ-ով Ֆրունզիկ։ Այս անունն էլ ցույց է տալիս հայերի դավաճանասիրությունը, քանի որ Ֆրունզեն այն մարդն էր, որը սկզբում զինեց թուրքական բանակը և ուղղեց Հայաստանի վրա, իսկ ապա Հունաստանի վրա։ Ի դեպ, Թուրքիայում էլ նրա արձանը կանգնեցված է։ Մի Զավեշտանի բան էլ այս անվան հետ կա։ Կիրգիզիայի մայրաքաղաքը կոչել էին նրա անունով՝ Ֆրունզը։ Կիրգիզների մոտ էլ ֆտար գոյություն չուներ, և իրենց մայրաքաղաքը իրենք անվանում էին Փուրունջու։